Այս շաբաթ վրացական իշխող կուսակցությունը սահմանադրական հայց կներկայացնի սահմանադրական դատարան, պահանջելով արգելել ազգային շարժումը եւ դրան կից կուսակցությունները։ Վրացական երազան կուսակցությունը հայտարարում է, որ հայցն այսօր կքննարկվի խորհրդանական մեծամասնության նիստում ու կքննարկվի հայցի ձևը ու բովանդակությունը, ինչպես նաև այն, թե որ կուսակցություններն ու անձանց է այն վերաբերելու, ապա կհրապարակվի տեղեկատվությունը։ Իշխող կուսակցությունը հայտարարում է, որ հայցի գլխավոր նպատակներից մեկը երկրում քաղաքական գործընթացների առողջացումն է։ Խորհրդական մեծամասնության անդամները հայցը մշակել են քննչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա։ Իշխող կուսակցության կողմից մշակված հայցը ազգային շարժման ներսում սուր քննադատության առարկա է դարձել։ Այսօր հզոր Վրաստան Լելոն սահմանադրական հայց կներկայացնի սահմանադրական դատարան, պահանջելով վրացական երազանքի կողմից կուսակցությունների արգելման վերաբերյալ ընդունված օրենսդրությունը ճանաչել հակասահմանադրական։ Այս պայմանությամբ հզոր Վրաստան Լելոյի անդամներից մեկը Գեորգի Սիորիձեն գտնվում է Բաթումիում, որտեղ տեղի թիմի հետ քննարկում է վերջին իրավական մանրամասները եւ մինչեւ ժամը 15:00 կուսակցության հայցը կներառվի սահմանադրության մեջ։ Հզոր Վրաստան Լելոն սահմանադրական դատարանից հետո դատական հայցով կդիմի նաեւ մարդու իրավունքների Եվրոպական դատարան, քանի որ կարծում է, որ քաղաքական կուսակցությունների արգելքն ու Վրաստանի քաղաքացիներին քաղաքականությանը մասնակցելու իրավունքից ձեռքելը հերթական հակասահմանադրական հայտն է եւ նշված ռեպրեսիվ փոփոխությունների ընդունումը կհանգեցնի երկրում ժողովրդավարության զգալի խզման, ինչը կամրապնդի բռնապետությունը։ Գախարյան հանուն Վրաստանի կուսակցությունը հավանաբար իր խորհրդարանական գործունեությունը կսկսի ընթացիկ նստաշրջանային շաբաթվանից, իսկ մինչ այդ կուսակցության քաղխորհրդի անդամ Ռուսուդան Թևզադզեն հեռացել է կուսակցությունից ու թողել նաև իր պատգամավորական մանդատը։ Ռուսուդան Թևզադզեն սոցիալական էջում պարզաբանել է, որ որոշումը ուղղված չէ ընդդեմ Գախարյան հանուն Վրաստանի քաղաքական ուժի։ Ինգիտություն Գախարյան հանուն Վրաստանի քաղաքական կուսակցությունը խորհրդարան մտնելու իր որոշման մասին հայտարարել էր հոկտեմբերի 20-ին։ Կուսակցությունից նշել են, որ խորհրդարանի եւ քաղաքային խորհուրդների ամբիոնը չօգտագործելը ոչ միայն սխալ է, այլև հանցագործություն ընդդեմ երկրի ու ժողովրդի։ Վրաստանի խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին նամակով դիմել է Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովին։ Նա նշել է, որ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի վերջին գործողությունները լուրջ մտահոգություն են առաջացնում վեհաժողովի հիմնադիր ակտի եւ արևելյան գործընկերության Պրահայի գագաթնաժողովի համատեղ հռչակագրի հիմնարար սկզբունքների ու նպատակների հետ դրանց անհամապատասխանության պատճառով։ Նրա խոսքով Եվրախորհրդարանի եւ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի Վրաստանի վերաբերյալ բանաձևերն ու զեկույցները շարունակում են անտեսել վրաց ժողովրդի ժողովրդավարական ճանապարհով արտահայտված կամքը։ Ինչպես նշել է Մախաշվիլին նամակում, իրենք մտահոգված են եվրոպացի խորհրդականների կողմից քաղաքացիական հասարակության անվան տակլիա գումարնիստին անհատներին հրավիրելու որոշմամբ, չնայած այն հանգամանքին, որ նրանք մասնակցել են կամ աջակցել են ընտրությունների մերժմանը, օրինական ժողովրդավարական ինստիտուտների խաթարմանը եւ Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին։ Ինչպես կարդում ենք Մախաշվիլի նամակում, այն փաստը, որ գործընկեր երկրների մեծամասնությունը չի մասնակցում Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի գումարնիստին, պետք է լուրջ ցուցիչ լինի, որ Եվրախորհրդանի ներկայիս մոտեցումը սխալ է։ Մենք կոչ ենք անում Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովին խորհել վերնշված օրինական հարցերի շուրջ ու վերադառնալ վեհաժողովի հիմնադիր սկզբունքների հարգմանը, գրել է Լևան Մախաշվիլին։ Երեկ Թբիլիսիի առաջին հանրապետության հրապարակից մինչև խորհրդարան տեղի է ունեցել հանրահավաք երթ, որը կրել է մինչև հաղթանակ խորագիրը։ Հանրահավաքի մասնակիցներն իրենց հետ ունեցել են Վրաստանի, Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշներ։ Տեղում էին գտնվում նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ։ Երթին միացել է նաեւ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Բողոքի երթի մասնակիցները նշել են, որ պայքարում են արդար ընտրությունների ու երկրի եվրոպական ապագայի համար։ Նրանց գլխավոր պահանջներից մեկը կալանավորված անձանց ազատ արձակումն է։ Հանրահավաքի մասնակիցների խոսքով բողոքի ցույցը կշարունակվի մինչև վրաց ժողովրդի հաղթանակը։ Օրենսդիր մարմնի մոտ բողոքի ցույցի մասնակիցներին դիմել են ընդդիմության առաջնորդները, ցուցարարները եւ նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ազատության հրապարակի առաջնորդ Լևան Ցուցկիրիձեն քաղաքացիներին առաջարկել է նոր ժողովրդավարական ծեսի հաստատում ու ներկայացրել է այդ ծեսի 3 բաղադրիչները։ Վրացական ընդդիմության գնահատմամբ երեկվա հանրահավաքը եւս մեկ ապացույց է այն բանի, որ պայքարը չի մարել եւ պայքարը կշարունակվի մինչև վերջ, մինչև իրենց պահանջները բավարարվեն։ Իսկ իշխող կուսակցությունը հանրահավաքներն անվանում է կեղծիք, ընդգծելով այն, որ բողոքի ցույցը ֆինանսավորված է։